Ժողովուրդ ջան, հələ մի հատ մոտիկից հեսա մեր օպերատորը ցույց կտա ձեզի, թե ինչ ենք պատրաստելու։ Պատրաստելու ենք կրոլիկ ջեռոցի մեջ։ Հիմա ես ձեզ կներկայացնեմ պատրաստելու համար ինչը հարկավոր ու տնավարի ձևի, ամենակարևորը արագ ձևի պատրաստելու ենք մեր կրոլիկին ջեռոցի մեջ։ Հիմա ես ձեզ կներկայացնեմ պատրաստելու համար ինչա մեզի հարկավոր համեմունքները։ Ամեն առաջինը ժողովուրդ ջան, հարկավոր է սև բիբար, կարմիր բիբար, Գարչիցա, որը շատ անհրաժեշտ բան է պատրաստելու համար։ Սոուս բարբիկյու, էլի շատ անհրաժեշտ բան է, ժողովուրդ ջան։ Սխտորի փոշի եւ անհրաժեշտ է աղ եւ ծխացրած բիբար։ Ժողովուրդ ջան, բանջարեղեններից մեզի անհրաժեշտ է գազար, կարտոֆիլ, բիբար, սխտոր, անհրաժեշտ է զեթունի ձեթ, սոյովի սոուս։ Ժողովուրդ ջան, այսօր պատրաստելու եմ ջեռոցի մեջ ցելիկոմ առանց կտրտելու, փորձելու ենք պատրաստենք կարտոֆիլով, գազարով, բանջարեղեններով։ Մեր կանալում կա վիդեո, որը որ մենք պատրաստում ենք կրոլիկ, թոնդրի մեջ ենք պատրաստում։ Այսօր փորձեցինք պատրաստենք ձեր համար ջեռոցի մեջ, որտեղ մարդիկ կան, որ թունդիր չունեն տանը, դրա համար փորձեցինք այս տարբերակն նույն ձևի ցույց տամ։ Պատրաստելու համար ամենաառաջինը ժողովուրդ ջան, անհրաժեշտ է որ լավ տրամադրություն ունենաք ու ամենակարևորը լավ տրամադրությունով պատրաստեք, որ ձեր համար շատ համեղ ստացվի։ Ուրեմն սկսում ենք պատրաստել։ Ինչա մեզի հարկավոր։ Համեմունքներից վերցնում ենք սև բիբար, կարմիր բիբար, գարչիցա, քաղցր, կապչոնի պապրիկա, ավելացնում ենք աղ, եւ սխտորի փոշի։ Եվ անհրաժեշտ է, այսպես մի հատ սկզբից տնավարի խառնում ենք, յան։ Ավելացնում ենք զեթունի ձեթ եւ այսպես տնավարի լավ յան խառնում ենք։ Ժողովուրդ ջան, նայում եք, որ պատրաստեք ինչ ձևապետ, որ դուք ստանաք։ Վերջում մի քիչ սոյովի սոուս ենք ավելացնում։ Այ չուտողին։ Ժողովուրդ ջան, սոուսը այսպես պատրաստելուց հետո ինչա մեզի անհրաժեշտ։ Հաջորդ մեր քայլը, մեզի անհրաժեշտ է կրոլիկի վրի այս ոտքը պետքա կտրատել։ Հիմա ես կտրատեմ։ Ես արդեն միսը զարանի արդեն լվացել եմ։ Всё, մեր միսը արդեն պատրաստ է։ Ուրեմն վերցնում ենք մեր կրոլիկը, այսպես ժողովուրդ ջան։ Այսպես։ Ինչա մեզ հարկավոր։ Այսպես ժողովուրդ ջան։ Սա կրոլիկին հավեսին պիտի մասաժ անեմ։ Հիմա կտենակ ինչ ձև են մասաժ անում, ամենակարևորը, այսպես սիրուն ժողովուրդ ջան, հլստե նայեք։ Նայեք ինչ ենք անում։ Այսպես տնավարի յան։ Ող չուտողին հլստե արդեն հոտը եկա, որ պիտի այսպես ադուշի ձևի ժողովուրդ ջան, ամենակարևորը։ Ստե նայեք, ասում եմ վայ չուտողին։ Այսեն ժողովուրդ ջան, լստե նայեք, մեր պատրաստած սոուսը վերցնում ենք։ Այսենց։
Ուսսելի նույն ձևի տնավարի ժողովուրդ ջան։ Այսպես մերսի մասով ասեն, սաղ պետքա որ հավեսին մասաժ անեկյան։ Ներևում է ժողովուրդ ջան, մոտ շատ համեղա լինելու։ Ու այս ձևը ինքը շատ համեղա ստացում ամենակարևորը։ Համար փորձեցինք նույն ձևի ձեզի ցույց տանք, թե ինչ ձևի կարելի է պատրաստել։ Ժողովուրդ ջան, մեր արդեն կռոլիկը լավյան մասաժ ենք արել։ Всё, մեր կռոլիկը արդեն պատրաստ է։ Հիմա հաջորդը մեզի պետք է որ մենք բանջարեղենները կտրատենք։ Հիմա այս ձեռքերս լվանամ եւ ձեզի միանամ։ Գնացինք։ Ժողովուրդ ջան, մինչեւ մեր կռոլիկը լավ մարինացվի, ես արդեն բանջարեղենները արդեն կտրատել եմ։ Ուրեմն բանջարեղեններից էլի նորից ներկայացնեմ։ Բիբարա, կարտոֆիլա, մեկ է գազարա ու սխտոր։ Հիմա մեզի հարկավոր է բանջարեղենները համեմենք։ Ամենաառաջինը ավելացնում ենք կարմիր բիբար։ Ու չենք մոռանալ, որ ամենակարևորը պետք է անենք հավեսով, ժողովուրդ ջան, որ մեր մոտ շատ լավ ստացվի։ Ու հավատացեք, եթե հավեսով անեք, ինքը շատ լավ է ձեր մոտ ստացվելու։ Ավելացնում ենք սև բիբար։ Այսպես տնավարի։ Ավելացնում ենք աղ։ Ծովի աղա։ Բա ոնց։ Ավելացնում ենք ծովի աղ։ Եվ ավելացնում ենք սխտորի փոշի, ժողովուրդ ջան։ Շատ համեղ է այս ձևի ստացվում։ Նենց որ կարաք փորձեք ու կոմենտարյաների մեջը անպայման նշեք ձեր մոտ ինչ համեղ է ստացվել։ Ու ավելացնում ենք բուսայուղ։ Ու ժողովուրդ ջան, հիմա ցույց կտամ։ Մեզի հարկավոր սխտորի վրա նույն ձևի ավելացնում ենք ձեթ։ Հեսա ձեզի ցույց կտամ ինչի համար ենք անում։ Աղը այս ձևի տնավարի։ Ու կարելի է ժողովուրդ ջան այսպես անել, որ ձեր սեղանը մաքուր լինի։ Հաջորդը նույն ձևի աղ ենք ավելացնում։ Ուլը չենք տեղադրում, թավայի մեջ ձեզի ցույց կտամ ինչու։ Հաջորդը Սիրած բանն չէ սխտորը։ Շատ համեղ է այս ձևի սխտորը ստացվում ու անպայման ձեզի պետքա ժողովուրդ ջան ամբողջական սխտորը երկու մասի եք բաժանում ու այս ձև եք տեղադրում։ Ինքը շատ համեղ է։ Ես վերջում ձեր համար անպայման կփորձեմ ու ձեզի ցույց կտամ։ Ինչա մեզի հաջորդը անհրաժեշտ։ Վերցնում ենք կարմիր բիբար։ Ձեթը ավելացնում ենք ինչի համար, որ մեր պերեպրավները ինքը ամբողջական կպչում է, պետք չի որ էլ մեկյան այդ ձելնի բռնենք խառնենք։ Սա ժողովուրդ ջան, ինքը արդեն պատրաստ է։ Եվ հաջորդ։ Եվ վերջինը։ Բավական է։ Հիմա ինչ ենք անում, ժողովուրդ ջան։ Վերցնում ենք մեր սինի մեջի ձեռքով, այսպես տնավարի, պետք է այսպես տնավարի խառնել։ Ոչինչ, որ մի հատ էլ ընկնում է, ոչինչ, այդ կադրը կթողենք, մնա որ դուք տեսաք, որ ընկնումել է, ժողովուրդ ջան, դες չի որ։ Ես ամեն ինչը ձեզ ասել եմ, չէ, ժողովուրդ ջան։ Ինչ որ կադրեր էլ չի ստացում, այդ կադրերն ենք թողելու, որ դուք տեսնեք, որ մեր մոտ պաստանովկա չի, մենք էլ ենք մարդ, մենք էլ ենք սխալվում։ Համար ժողովուրդ ջան, ամեն ինչը տնավարի ձև ենք մենք փորձում ձեր համար պատրաստել։ Թունդրի մեջի բաղադրատոմսը ուրիշ է, չէ՞ որ։ Դե թունդրի մեջինը մի քիչ ուրիշ էր։ Ինքը դրա համար փորձեցինք պատրաստենք ջեռոցի մեջ, որ ժողովուրդ ջան, մարդիկ կան, որ թունդրի մեջ չունեն այդ թունդիր, չեն կարող պատրաստեն։ Խի որ ջեռոցի մեջ էլ կարան այդ նույն ձևի պատրաստեն։
Շատ համեղ է էլի ստացվում։ Մենք այս քամով չենք սահմանափակում, ժողովուրդ ջան, ամենակարևորն է գալի։ Ու խնդրեմ բոլորիդ ամբողջական վիդեոն դիտեք, ժողովուրդ ջան։ Ամբողջական վիդեոն անպայման պետք է սկզբից մինչև վերջ դիտեք ու չեք մոռանում այս լայքերը։ Լայքերը անպայման է, պետք է, եթե դուներդ գալիս է, անպայման լայքում եք, կոմենտարիաների մեջ գրում եք, թե ինչ ձևի համեղ է ձեր մոտ ստացում, որ էլի նույն ձևի ձեր համար համեղ պատրաստեմ։ Ժողովուրդ ջան, մեր բանջարեղենները արդեն պատրաստ են։ Instagram-յան ալիքում ասմինոգ ես, չէ՞, պատրաստելով։ Ու չեք մոռանում մեր, տենը մեկ ժողովուրդ ջան, հետո էլ ասում են կինը չի օգնում, ոչ չի օգնում։ Նայեք ժողովուրդ ջան, բոլորիդ նույն ձև էլի։ Լավ, հիշացրեցի, ժողովուրդ ջան, արդեն մենք 1000 հոգի ենք դառել։ Ես ասենք այդ ուղումով ուզում եի մի հատ վիդեո նկարանել, բայց քանի որ Ջուլիան հիշացրեց, հիմա ձեզի բոլորիցդ գոհ շնորհակալ եմ ժողովուրդ ջան։ Այդ ձևի ակտիվ լինելու։ 2 օր մենք չենք հելը էֆիր, արդեն մեզի գրում են, մեր հետևորդները ուր եք կորե։ Ժողովուրդ ջան, շատ ուրախ ենք, պրոստը զբաղված ենք։ Հավատացեք, ժամանակ ազատ հենց լինում է, միանգամից մտնում ենք պրյամո էֆիր, որ կարողանանք ձեր հետ կապ ստեղծենք։ Նորից էլի բոլորիցդ շնորհակալություն եմ հայտնում, ես իմ ընտանիքի բոլոր անդամներով, որ այդ ձևի ակտիվ եք, ժողովուրդ ջան, հավատացեք, մենք էլ ենք ակտիվ, ինչքան դուք եք ակտիվ, 2 անգամ ակտիվ մենք ենք։ Մենք ամեն օր փորձում ենք ձեր համար լավ բաներ նկարահանենք։ Հետո ժողովուրդ ջան, կուզենամ մեր բլոգերներից Համլետին եւ Անահիտին ու Ալեքսին շատ շնորհակալություն հայտնել։ Ամենաառաջինը բերեք ժողովուրդ ջան, սկսենք Համլետից։ Իա մարդկային տեսակը, այդ մարդը արդեն ցույց է տվել, որ արդեն չեմ անում, հաշիվնել եմ ճիշտ ասած կորցրել, թե քանի անգամ է ինքը ինձի ռեկլամ անում, որի համար ես էլ եմ ասում, շատ շնորհակալ եմ, Համլետ ջան։ Նույն ձևի իմ հետևորդներին բոլորին կխնդրեմ, ժողովուրդ ջան, Համլետը էլի նույն ձևի ինքն էլ է բլոգեր է, կանալ է վարում, ընտանեկան բլոգ է վարում, խնդրեմ իմ բաժանորդներին նույն ձևի բաժանորդագրվեն Համլետին։ Ես Համլետին շատ երկար տարիներ է հետևում եմ, կարամ ասեմ ժողովուրդ ջան, կարակ հանգիստ, էթակ շատ լավ բաներ է, ի ընտանիքի կողմից կարակ սովորեք։ Համլետից գոհ շնորհակալ ենք։ Նույն ձևի շնորհակալ եմ Անահիտից եւ Ալեքսից, որ իրանք էլ իրանց մարդկային կողմից շատ ցույց են տվել, ու էլի նույն ձևի հաշվի չեմ անում, նույն ձևի Անահիտ էլ, թե քանի անգամ է մեր էջը ռեկլամ արել, նույն ձևի ժողովուրդ ջան, գոհ շնորհակալ ենք մեր Անահիտից եւ Ալեքսից, ու կխնդրեմ իմ բաժանորդագրողներին, նույն ձևի, եթե ձեր համար դժվար չի, կարակ նույն ձևի Անահիտի եւ Ալեքսի էջին բաժանորդագրվեք։ Ժողովուրդ ջան, այս քամը ինձ թվում է բոլորս էլ ունենք մեր հետևորդները, եթե նույն ձևի Անահիտն է ասում, իրար օգնենք, որ չհոգնենք։ Դա համար ժողովուրդ ջան, պետք է որ ամեն մեկս իրար կարողանանք օգնենք։ Գնացինք դաշ ժողովուրդ ջան, ինչ ամեզի հարկավոր։ Բանջարեղենները արդեն պատրաստ են։ Հիմա ինձ հարկավոր է ժողովուրդ ջան, նույն ձևի չենք մոռանում սխտորները։ Հիմա մեր օպերատորը մոտիկից ցույց կտա, նույն ձևի սխտորները տեղադրում ենք թավայի մեջ, որովհետև ժողովուրդ ջան, խենք իրան այս ձևի պերեպրավանում, եթե իրան խառնենք, իրան կփոկվեն իրարից, դրա համար պետքա որ տեղում սաղ պերեպրավները կսվի, որ ինքը իրարից չառանձնանա։ Ժողովուրդ ջան, հիմա մեզի անհրաժեշտ է մեր կրոլիկը եւ բանջարեղենը տեղադրենք պրոթվինի մեջ։ Հիմա Ջուլիան մեզի կտա պրոթվինը, դեռ մեկ ինքը դա ինձի համել օգնում է ժողովուրդ ջան։ Պրոթվինի մեջ ուրեմն մենք զառանի արդեն ֆոգեն մեկը պերգամենտը արդեն տեղադրել ենք ժողովուրդ ջան։ Հիմա ամենաառաջինը մեզի հարկավոր է կրոլիկը վերցնում ենք։ Ստանավարի, յամ։ Այսպես տեղադրում ենք մեր պրոթվինի մեջ։ Ու ժողովուրդ ջան, հարկավոր է բանջարեղենները, այսպես տեղադրում ենք այսպես կողերը, սիրուն, յամ։ Հալստենայք, ինչ ապետիտնի արդեն տեսք ունի։ Բա ոնց սարքի ես իմ մարդ չուտի ժողովուրդ ջան։ Հալստենայք։ Ու չենք մոռանա մեր սխտորների մասին ժողովուրդ ջան, պետք է անպայման ակուրատնի իրանց։ Այսպես կողերը տեղադրում ենք։
Այսպես։ Դրանք շատ համեղ են։ Ժողովուրդ ջան, մեր բանջարեղենները արդեն շարել ենք։ Հիմա հարկավոր է մեզի պերգամենտ վերևի մասը։ Մեզ կտրատեմ։ Վերևի մասը այսպես տնավարի պերգամենտ ենք այսպես ծալում ենք, յան։ Տնավարի ժողովուրդ ջան։ Ամենակարևորը հավեսով է պետք ամեն ինչը անեք, ինչ որ պետք է անեք։ Եթե հավեսով անեք, հավատացեք, ձեր մոտ շատ լավ է ստացվելու։ Հաջորդը մեզի հարկավոր է, էլի նույն ձևի ֆոլգա։ Մենք արդեն ջեռոցը զարանի արդեն միացել ենք, ժողովուրդ ջան, 200 աստիճան, գծետը 1 ժամ պետքա եփվի։ Եփվելուց հետո մենք ձեզի կմիանանք։ Հիմա մի հատ էլ է ֆոլգա պետք։ Ինքը շատ լավ եփի։ Այսպես ժողովուրդ ջան։ Այսպես տնավարի պետքա որ ամեն ինչը անենք։ Լստենայք։ Всё, պատրաստ է, ուղարկում ենք ջեռոցի մեջ, 1 ժամ հետո մենք ձեզի կմիանանք։ Գնացինք։ Ժողովուրդ ջան, 1 ժամ հետո անհրաժեշտ է ջեռոցից հանենք եւ նայենք թե ինչ ձև է մեր մոտ եփը։ Ու ես ձեզ ցույց կտամ ինչ ենք անելու, հաջորդ մեր քայլը։ Հիմա մեր օպերատորին կխնդրենք մոտիկից ցույց կտա, ամենակարևորը, այսպես պետքա կողերը սիրուն հավաքվի, որտեղ մենք նորից էլի պետքա դուխովքում տեղադրենք ժողովուրդ ջան։ Այսա, տեսեք ինչ ենք անելու։ Լստենայք ժողովուրդ ջան։ Հիմա մեր հաջորդ քայլը ժողովուրդ ջան, ինչա մեզի անհրաժեշտ։ Վերցնում ենք մեր բարբիկյու սոուսը, ավելացնում ենք այսպես։ Եվ անհրաժեշտ է ժողովուրդ ջան, այսպես տնավարի այսպես տնավարի պետք է յան այսպես հավեսին տարածենք մեր սոուսը։ Հավատացեք, շատ համեղ է ստացվում այս ձևի։ Անպայման ժողովուրդ ջան, փորձեք։ Ձեր մոտ էլ նույն ձևի կստացվի։ Դուք վերջնական տեսքը կտենաք, ինչ ձևի տեսք ենք ստանալու։ Բացի համից ինքը տեսնել է շատ համ գեղեցիկ տեսք է լինում, համ շատ համեղ է լինում։ Այս ձևի մենք ուղարկում ենք ջեռոց։ Դե գնացինք։ Ժողովուրդ ջան, հիմա մենք վերջնական ձեզի տեսքը ցույց կտանք, թե ինչ ձև ենք պատրաստել ու ինչ ձևի տեսք ենք ստացել։ Լստենայք ժողովուրդ ջան։ Լստե մեր օպերատորը հեսա մանրակրկիտ ձեզի սաղ ցույց կտա, թե ինչ ձևի տեսք ենք ստացել։ Ու հիմա ամենակարևորը ժողովուրդ ջան, ես կփորձեմ, այսպես տնավարի, նայում եք, հիմա մեր օպերատորը թող այսպես տնավարի, այսպես բռնում ենք ժողովուրդ ջան։ Լստենայք։ Այսպես։ Լստենայք։ Ու տնավարի ձեռքերով պետքա փորձեմ։ Ժողովուրդ ջան, դուք չեք պատկերացնում ինչ ձևի համ ունի։ Գարչիչայի համը լրիվ ուրիշ է ժողովուրդ ջան։ Թե բարբիկյուն, թե գարչիչան, ինքը համը լրիվ ուրիշ ձևի անում։ Շատ համեղ է։ Մի հատ էլ պտուղ տեմ, բայց շատ համեղ է։
Ժողովուրդ ջան, այսօր սաղտի ձեռքով փորձեմ։ Ունենք պատարակախ, բայց ես ձեռքով եմ տնավարի ձևի պետքա փորձեմ։ Հիմա էսի գազարենք։ Ու չենք մոռանում ժողովուրդ ջան, կանանչին ու սոխը այդ անպայմանա պետք։ Հիմա մի բան մեր օպերատորին խնդրենք մոտիկից։ Ժողովուրդ ջան, հիշում եք այն սխտորները, հլստեն նայեք։ Լրիվ դարելա մալմալատ։ Դու չեք պատկերացնում ինչ ձևի համոն է ժողովուրդ ջան։ Վերջն է։ Իմ ամենասիրած բանն է ժողովուրդ ջան, էսը։ Շմուշկի պես կարած չրտես։ Հիմա մի հատ էլ կփորձենք կարտոֆիլի ժողովուրդ ջան։ Տնավարի ձեռքով։ Շատ համեղ աստացվե ժողովուրդ ջան։ Ժողովուրդ ջան, էլի եմ կրկնում, ես իմ ամենասիրած բանն է, որ այսենց ընտանիքով չարչարվում ենք, վերջում նստում ենք ու հավեսին վայելում ենք։ Դե գնացինք վայելելու։